Եվ այսպես փոքրիկ Տիգրանի դեպքի վերաբերյալ ևս մեկ բան ենք ուզում ասել, որտեղ սա շատ կարևոր է, վերաբերվում է փրկարար ծառայությանը։ Շատ քիչ մարդիկ, գրեթե ոչ մեկ, որտեղ մենք չենք տեսել, եթե կան ուղարկեք, շնորհակալություն չհայտնեցին փրկարարներին 20 օր սառը ջրերում, վարար գետում, կյանքը վտանգելով աշխատանքներ իրականացնելու համար։ Իհարկե դա իրանց աշխատանքն է, պարտականությունն է դրված վրան, պետքա կատարեն, բայց պետքա չէ՞ մարդկանց շնորհակալություն հայտնել, ասել ճիշտ է դեպքը դժբախտությամբ ավարտվեց, բայց ապրեք ձեր գործը ճիշտ եւ լավ անելու համար, բայց մենք տեսնում ենք այն ժամանակ փրկարարներին մեղադրում էին վատ աշխատելու համար։ Ամենաաբսուրդայինը իհարկե այն էր, որ ասում էին ինչ են փրկարարները գետում փնտրում երեխային, չէ՞ որ նա այնտեղ չէ։ Գնացեք երեխային առևանգել են, փնտրեք այդ առևանգողին եւ այլն եւ այլն։ Փրկարարները իհարկե որ չէին կարողանում գետում գտնել, չէին կարողանում նաև լիարժեք պատասխանել այս մեղադրանքներին, ուղղակի ասում էին հետեւյալը, որ մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, եւ գետում, եւ սարերում, եւ գյուղերում, մի խոսքով նաև իհարկե նախարարությունը դիմեց եւ բնականաբար գումարներ վճարեց համապատասխան ընկերություններին, որպիսի այդ արտասահմանյան ընկերությունները իրենց ունեցած արբանյակային տվյալները փոխանցեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, որպիսի դրանք հետազոտվեն եւ կարողանան երեխայի հետքը գտնել, բայց իհարկե դրանք եւս արդյունք չեն տվել, որևէ ձև, որևէ տեղ երեխան չի նկատվել։ Իսկ 20 օր հետո գտել են նաև հետևյալ պատճառով, որովհետև գետը բավականին իջել էր, կարծես Աստված երեխայի տեղը ցույց տվեց այդ ջրասուզակին եւ նա հանեց երեխային ջրից, իհարկե ցավալի մեծ ափսոսանք ենք նաև մենք ապրում նման երեխայի, իհարկե բոլոր երեխաներն էլ լավն են, բայց Տիգրանը ամբողջ հայ ազգի համար շատ կարևոր մարդ էր դարձել, ով որ պետքա փրկվեր, բայց ցավոք սրտի նա չփրկվեց։ Մենք գիտենք, որ շատ մարդիկ պատժվելու են եւ պատժվել են էքստրասենսներ խաղալու համար, փրկարարներին այլ ուղղությամբ տանելու համար, նրանց աշխատանքը վատաբանելու համար, ինչը որ նման պարագայում ուղղակի անթույլատրելի է, ծնողների հոգեկան վիճակը խախտելու համար նրանց զանգահարելով կամ ինչ-որ հիմարություններ մամուլով դուրս տալով, որ երեխան գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա է, գնացեք գտեք, նման հայտարարություններ էին տարածում, բոլոր մեղավորները իհարկե պատժվելու են, որևէ մեկը չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից եւ նաեւ շատ կարեւոր բան տեղի ունեցավ, այս 2 տարեկան երեխայի դեպքը պատռեց բոլոր խաբեբա էքստրասենսների դիմակները, որոնք կեղծիքներով էին լցնում ամբողջ համացանցը եւ մենք որևէ մեկի խոսքերը երբեք չենք տարածել, մենք առհասարակ միշտ ասում ենք ամենասկզբի օրվանից, որ նրանք խաբեբաներ են, որ երեխան ամենայն հավանականությամբ ընկել է գետը եւ քանի որ չէինք ուզում, որ ծնողները շատ ուշադրություն դարձնեին գետին, քանի որ նրանք հավատում էին, որ երեխան գետը չի ընկել, մենք փորձեցինք գետի վարկածը ավելի քչացնել եւ ասում ենք, որ միգուցե գողացել են, բայց էքստրասենսների հայտնած որևէ տեղեկատվություն մենք չենք տարածել եւ նաեւ ինչ տարածեինք։ Դրանք ցնդաբանություններ էին, որտեվ եթե դու գիտես տեղը, ոստիկաններին խնդրիր թող քեզ ուղեկցեն, գնա եւ գտիր։ Զանգում են հեռախոսով տեղ են բացատրում, սա արդեն խելագարություն է։ Եվ այսպես ուշադրություն, խայտառակ դեպք է տեղի ունեցել Երևանում, շտապօգնության բրիգադ են կանչում, շտապօգնությունը մոտենում է դեպքի վայր եւ ում համար որ կանչել են շտապօգնություն, նա կացնով հարվածում է շտապօգնության աշխատակցին, դեպքի առիթով իհարկե հարուցվում է քրեական գործ, ձերբակալվում է հարվածողը, այսինքն հիվանդանոց տեղափոխելու փոխարեն միանգամից տեղափոխում են ոստիկանություն բացատրություն տալու։ Սա մենք չէինք ասի, եթե չլիներ որ երրորդ դեպքը այս շաբաթվա ընթացքում, երբ որ շտապօգնության աշխատակիցների վրա հարձակվում են, նրանց ծեծի են ենթարկում, արդեն կացնով են սկսել շտապօգնության աշխատակիցներին հարվածել, ինչը որ արդեն շտապօգնության աշխատակիցների համար դարձել է վտանգավոր երևույթ մոտենալ հիվանդներին
կարող է 2 րոպե ուշ մոտենան, պետք է նաև հաշվի առնել, որ նրանք ըստ էության Երևանում են վարում մեքենաները, խոսքը Երևանի մասն է, եւ Երևանում միշտ գրեթե բոլոր ժամերին, բացի գիշերվա 1000-ից, խցանումներ են, խայտառակ խցանումներ, նույնիսկ շտապօգնության մեքենաներին վարորդները չեն զիջում։ Նման դեպքեր եւս եղել են, որ շտապօգնության մեքենաները իրանց շտապ մոտենալու ցանկության պատճառով, նաև վարորդների չզիջելու պատճառով հայտնվում են վթարների կենտրոնում, շտապօգնության բրիգադները հայտնվում են հիվանդանոցներում վթարների պատճառով։ Այսքանից մարդիկ իրանց կյանքը վտանգելով 1000-ի տակ հասնում են ձեզ, որ կացնով ընկնեք մարդկանց հետևից եւ փորձեք կացնահարել։ Սա սպանության փորձ է իհարկե դիտարկվում եւ սպանության փորձի գործիք այդ կացինը եւս հայտնաբերվել է եւ տեղափոխվել է ոստիկանություն այդ գործիքը օգտագործել փորձողի հետ միասին։ Բայց նաև մեկ այլ կողմից պետք է մոտենանք, որ շտապօգնության որոշ բժիշկներ կամ աշխատակիցներ որոշ դեպքերում պատշաճ կերպով չեն կատարում իրանց գործը, բայց դա չի նշանակում, որ պետք է կացնով հարվածել, որևէ մեկին առհասարակ պետք չի կացնով հարվածել եւ այս ժողովուրդը դեռ մնացել է նախնադարյան այդ կացնով հարվածելու մորթելու ձևաչափերի մեջ եւ այս ժողովուրդը երբեք չի զարգանա, այս երկիրը երբեք առաջ չի գնա եւ դուք միշտ նայելու եք զարգացած պետություններին, միշտ գնալու եք զարգացած պետություններ եւ նախանձեք, որ Հայաստանը մնացել է նույնը, իսկ մնացած պետությունները զարգանում են։ Հայաստանի զարգանալու համար ոչ փող է պետք, ոչ նավթ, ոչ էլ հարստություն, Հայաստանի զարգանալու համար պետք է կրթություն, քաղաքավարություն, մարդկանց հետ շփվելու ունակություն, որ այսօր չկա։ Հայաստանի Հանրապետությունում տաքսի վարողները ըստ էության ատում են իրանց հաճախորդներին, հաճախորդները ատում են տաքսիստներին։ Սա բոլորը կփաստեն։ Չգիտես ինչի է այսպես։ Ըստ էության երկու կողմն էլ շահում է, մյուսին պետքա ինչ-որ տեղից տեղ հասնել, մյուսին պետքա փող աշխատել։ Այդ աշխատանքը կատարում է դրա համար։ Բայց չգիտես ինչի, որևէ սպասարկում Հայաստանի Հանրապետությունում կամ շատ վատ է աշխատում, կամ էլ մարդիկ ուղղակի դժգոհ են։ Նույնիսկ եթե կարելի է հարվածել շտապօգնության բրիգադին կացնով, ապա տաքսիստների մասին էլ չխոսենք։ Տաքսին մի քիչ ուշանա, արդեն մարդիկ կա, որոնք պատրաստ են կացնով ընկնեն տաքսիստների հետևից։ Հարյուրավոր սպանություններ, հարյուրավոր ինքնասպանություններ, հարյուրավոր վթարներից մահացածներ, սա Հայաստանի Հանրապետության 1 կամ 2 ամսվա վիճակագրությունն է, ինչը որ այսքան քիչ բնակչություն ունեցող պետության համար կատաստրոֆիկ է։